Ողջույններս եւ այսպես ինչպես նորից վեր կենալ, մաքրել շորերը ու առաջ գնալ եւ փորձել մոռանալ բաներ, որոնք քեզ անընդհատ հետ են պահում ու հիշեցնում քո անկումը։ Սա է մեր այսօրվա թեման, ես հույսով եմ հարց գրողը այստեղ է, շատ կուզենամ, որ այստեղ լինի ու չաթում կսպասեմ ձեր մյուս հարցերին թեմայի հետ կապված, գրեք հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում են, թե այս թեմայի հետ կապված եւ թե առհասարակ, ինչ հարցեր որ ունեք, գրեք։ Շատ ուրախ եմ, որ հերթով միանում եք ու շնորհակալ եմ ձեզ վստահության համար։ Այսպես, ինչպես նորից վեր կենալ, մաքրել շորերը ու առաջ գնալ եւ փորձել մոռանալ բաներ, որոնք քեզ անընդհատ հետ են տանում ու հիշեցնում քո անկումը։ Իրականում այս թեման շատ սենց մեծ լայն թեմա է, որի մասին խոսելը այսօր չի տեղավորվի, հա, եթե ես ամբողջ ընթացքը նույնիսկ 1 ժամ ու կես խոսեմ, բացատրեմ, միևնույնն է քիչ է լինելու, որովհետև այս թեման շատ մեծ է ու լայն է։ Ու կախված յուրաքանչյուր մարդու, հա, անհատականությունից, իր ապրած կյանքից, իր հնարավորություններից, այս խնդիրը ունեցող մարդու հետ, հա, անհրաժեշտ է լինում տարբեր տեսակի մոտեցումներ ցույց տալ, որպեսզի լուծումները գոհացնի մարդուն։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է այս պահին խանգարում առաջ գնալ։ Եկեք ֆիքսենք, որ ինչն է այս պահին խանգարում առաջ գնալ։ Ինչը այդ կարող է լինի, հա, այդ կարող է լինի նորից նմանատիպ զգացողություններ չունենալու վախը, հա, որտեղ մարդը գուցե վախենում է, որ ինքը նորից կունենա նմանատիպ զգացողություններ ու այսինքն կպարտվի, տանուլ կտա, անկում կունենա եւ այլն։ Ու այդ վախն էլ ստիպում է մարդուն ոչինչ չանել, մնալ նույն տեղում։ Ես այսօր ուզում եմ ձեզ բացատրել, հա, ես կարծում եմ այսօրվա մեր թեման թեորիա է, հա, լինելու, այսպես թեորիան եմ բացատրելու, ինչպես է մեր հոգեբանությունը աշխատում ու ինչի հետ պետք է աշխատենք, որպեսզի դուք ունենաք ձեր պատկերացրած արդյունքը։ Տեսեք, մենք նախ պետք է մեր մարմնին ինքներս մեզ հիշացնենք,